որը չգիտես ինչու շարունակում է զբաղեցնել վեհապար հայրապետի աթոռը, ստիպել է իր ենթականերին, որպեսզի Տեր Արամին, հայ առաքելական եկեղեցու սպասավոր, կարգալույծ անեն, եւ սա հերթական հակաեկեղեցական քայլն է Կտրիչ Ներսյանի կողմից, սա չունի որևէ արդարացում, սա չի կարող արդարացվել որևէ կերպ, չունի որևէ հիմք, եւ ես ուզում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել Տեր Արամին, մեր առաքելական եկեղեցու բոլոր ազնիվ սպասավորներին, բոլոր սրբազաններին, տերհայրերին, վարդապետերին, ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաներին, Կտրիչ Ներսյանը մարդ է, ով խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը։ Կտրիչ Ներսյանը մարդ է, որը ըստ վերջերս հրապարակված ձայնագրության ստիպել է իր ենթակային հայ առաքելական եկեղեցու հոգևորականին, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, ստիպել է, որ իր մոր հետ գնա եւ իշխանությունների դեմ հանրահավաքանի։ Ըստ այդ ձայնագրության, ընդ որում ձայնագրություն, որը չի հերքվել, ասեմ ավելին, հաստատվել է Մայրաթոռի կողմից։ Կտրիչ Ներսյանը մի մարդ է, որի զարմիկը ըստ առաջադրված մեղադրանքի ստիպել է հոգևորականներին մասնակցել հանրահավաքների եւ ո զարմանք այդ հոգևորականը ըստ մեղադրանքի Տեր Արամն է այդ թվում, որին այսօր կարգալույծ արեցին։ Մյուս հոգևորականը, որին ասեցի են մյուս ձայնագրությունից ելնելով ստիպել էին Տեր Հայր աղանը, նույնպես այնպիսի պայմաններ են ստեղծել իր համար, որ ինքը լքի հոգևոր ծառայությունը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ համախումբը, պետք է ուղղակի կարծում եմ պետք է ուղղակի համակերպվի Կտրիչ Ներսյանը այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ եւ չի կարող լինել, չի կարող հայ ժողովրդի կարևորագույն սրբազան ինստիտուտի գլուխը լինել ուխտազանց մեկը, չի կարող հայ առաքելական եկեղեցու գլուխը լինել մեկը, որ այլ անձանց ստիպում է անել բաներ իրենց կամքին հակառակ, ուղղակի չի կարող։ Եվ առաջարկում եմ Կտրիչ Ներսյանին սկսել հավաքել իր իրերը, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինություններն ու անօրինականությունները հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Այսօր նա կարգալույծ է հռչակել մի քահանայի, ում մեղքը կայանում էր ընդամենը նրանում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջը ընդունել է եկեղեցու։ Եվ սա շատ տրամաբանական է, քանի որ Կտրիչի պահած մայրաթոռը սա է, այս ձեր լոգոն, ձեր լոգոնը մայրաթոռում, Կտրիչը ասում է Հայաստանի քաղաքացիներին, որ այո ինքը քրիստոնյա չի, որ այո ինքը հայ առաքելական եկեղեցու ներսում մայրաթոռում, մայրաթոռի վարչական տարածքում, Հայաստան դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցելու։ Ատրուշանա, սա ատրուշանա, ժողովուրդ ջան, սա ինչ-որ ուրիշ բան չի։ Սա ատրուշանա, որը Կտրիչը կառուցում է։ Ու ցանկացած քահանա, ով այդ ատրուշանի առաջ չի երկրպագում, ով իր սքակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասվում է մի բան, կարգալուծություն։ Կարգալուծություն։ Իդեպ կարգապահական վարույթից խոսեցինք, նայում է, երեկ մի հարցազրույց էի նայում, կարգապահական հանձնաժողովի հայկական ժամանակի հարցազրույցն էր գերմանաբնակ մի նախկին հոգևորականի հետ, որտեղ arczepiskoposներից մեկի նկատմամբ ընդհուպ միջև պետոֆիլիայի մեղադրանքներ հնչեցվեցին, ես խնդրում եմ մեր քննչական մարմինները առնվազն դրանով զբաղվեն, որտեղ այդ հարցազրույցում ասում էր, որ տվյալ arczepiskopոսը երիտասարդ այդ տղաներին, ովքեր որ ներողություն ավարտում, եկեղեցական տղաներին ասում էր, ըստ այդ մարդու ասածների, էլի հժում, ասում էր, տղերքին ասում էր, շորտիկ մի հագեք, ձեր ոտքերն ինձ գրգռում են կամ նման մի բան, այս հարցով պետք է անպայման վարույթ հարուցվի, բայց զարմանալի է, որ Կտրիչը սրա վերաբերյալ վարույթ Ձևերը մի հատ պետք է փոխենք։
Եթե մենք դա անում ենք, եթե մենք արձանագրել ենք մի մաս տարածքային ամբողջականության ճանաչում 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, մենք պետք է ընդունենք, որ այո, տարածքներ կան, որ մեր ինքնիշխան տարածքներն են եւ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց պետք է ընդունենք նաեւ, որ մեր վերահսկողության ներքո կան Ադրբեջանի տարածքներ, եթե չընդունենք, էսա խաղաղությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության պայմանագիրն է նա, որ համապարփակ լուծում է տենց բոլոր հարցերը։ Ես ձեզ ասում եմ, մարդկության պատմության մեջ ոչ մի այդպիսի խաղաղության համաձայնագիր ոչ եղել է, ոչ էլ կլինի, չի լինում այդպիսի բան։ Ընդհանրապես գոյություն չունի այնպիսի պայմանագիր, որ բոլոր հիմնական հարցերին կարգավորում տա, որովհետև եթե բոլոր հիմնական հարցերը լուծված են, ուրեմն ընդհանրապես հարաբերություն գոյություն չունի, որովհետև ես նոր ասեցի ուրիշ հարցերի պատասխան, որ միջազգային հարաբերությունները հենց հիմնական հարցերի շուրջ կառուցվող խոսակցություններն են, քննարկումները եւ պայմանավորվածությունները։ Այո, Հայաստան եւ Ադրբեջանը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա հաստատել են խաղաղություն։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ կապված հարցին, ես դրան արդեն անդրադարձել եմ եւ ասել եմ, որ ես այդ խոսակցությունը նախ դրանից առաջ հայտարարել եմ, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու եւ Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ արել, ասել եմ ես, որպես վարչապետ, տանում եմ այս քաղաքական գիծը, սիրելի քաղաքացիներ։ Եթե համաձայն չես սրա հետ, ես թերևս աշխարհի միակ գոնե իմ իմացության շրջանակներում վարչապետն եմ, որ ժողովրդին կոչ արել, որ ասել է, սենց բան կա, եթե համաձայն չեք, խնդրում եմ հեղափոխություն արեք։ Ժողովուրդը չի արել այդ հեղափոխությունը, նշանակում է ժողովուրդը այդ ընդունել է, ընկալել է եւ մենք շարունակում ենք այդ ճանապարհով։ Եվ ես ասում եմ, որ վերադարձի թեմաները գեներացնողները դա չեն անում փախստականների համար։ Ընդհակառակը դա անում են նրա համար, որ այդ մարդիկ հավերժ մնան փախստական։ Մենք նրանց համար տներ ենք կառուցում, չենք կառուցում։ Տներ ենք, հնարավորություն ենք տալիս, որ իրենք տուն ունենան, աշխատանք ունենան, քաղաքացիություն ունենան։ Մենք նրանց եւ մեզ բոլորիս այդ պանդուխտի վիճակից հանում ենք, ասում ենք ժողովուրդ, իրական Հայաստանի գաղափարախոսություն նրա մասին է, որ մենք պետքա դադարեցնենք երազանքի, հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։